դուք խոսում եք մեծ հայքի մասին։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի մեծ հայքը փայտակարանից մինչև ծոպք վերականգնելի չի։ Դա եղել է, մենք հպարտ ենք դրանով, դա մեր պատմության մասն է, բայց վերականգնելի չի։ Եվ հիմա էլի այդ իրական Հայաստանի դիսկուրսը եւ ամեն ինչ էլի, իսկապես սա է երևի բոլոր խնդիրների արմատը, ստեղ պիտի խոսանք իրար հետ հասկանանք, որտեղ մնացած ամեն ինչը դրսևորումներ են։ Այս մոտեցման հարցը մենք ասում ենք, լավ, այս Հայաստանի Հանրապետությունն է, էսա, կենտրոնանում ենք սրա վրա, ապահովում ենք այս Հայաստանի Հանրապետությունը, ստեղծում ենք պայմաններ, որ մարդիկ ստեղ ապրեն, երջանիկ լինեն, ամուսնանան, երեխա ունենան, այդ երեխեքը գնան բանակում ապահով ծառայեն, կամ բիզնես հիմնադրեն, տնտեսապես զարգանան եւ այլն եւ այլն։ Թե մենք ասում ենք այդ բանի այդ նաստրոյի վրա ենք դնում, այդ մուդի վրա ենք դնում, որ չէ, մեծացար, դավայ, զենքը ձեռդ գնացիր, զոհվում ես փայտակարանի համար։ Ընտրության հարց է։ Ես ընդ որում իրավական առումով առնվազն անխոցելի է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այս կարգի հարցերի տիրույթում մենք առաջին ազգը չենք, առաջին պետությունը չենք, որ բախվել են, մինչև մեզ շատ պետություններ երկրներ անցել սրա մեջով, մեզնից հետո էլ կլինեն տենց պետություններ։ Ես ուզեմ ձեզ մեջ բերեմ մի խոսակցությունից, որը ես ունեցել եմ մի եվրոպական երկրի արտաքին գործերի նախարարի հետ, որը հիմա այլևս պաշտոնաթող է։ Ինքը ինձ ասեց հետևյալն, ասեց, երբ որ մենք անկախացանք, բացեց իրանց երկրի պատմական, հիմա չտամ X-աստանի քարտեզը եւ ասեց, էս մերն է, ընդ որում շատ ավելի ուշ շրջանի պատմության, ասենք այդպես մոտավորապես 17-18-րդ դարերում մենք խոսում ենք մեծ հայք, որը այսինքն առնվազն 1045-ից պետականության մասին չենք խոսում, այս մեծ տերիտորիա։ Ասում է, էս մերն է։ Երբ որ մենք անկախացանք, մեր ազգի մեջ դիսկուսիաներ սկսվեցին այն մասին, թե մենք ոնց պետքա դրսևորվենք այս բոլոր հարցերում, եւ մենք պետքա ընտրեինք մեր երկիրը հիմա այն է, ինչ որ այս վերջի փուլում ճանաչված է եւ բանա, թե մենք պիտի գնանք այդ հողերի հետևից եւ հայտեր ներկայացնենք։ Ասում մենք ընտրեցինք սա։ Հետո, այսինքն իրական X-աստանը, եթե կարող եք այդ անալոգիան անել։ Հետո ասում են, այն ինչ որ ես ասում եմ, գրեթե բոլոր եվրոպական երկրներն է հատուկ։